Անկարան կարծես ընդունում է Թրիփին իր մասնակցությունը եւ դեմ չի այն ինչ հրապարակվել, այն ինչ պետք է արվի։ Իսկ Ռուսաստան հաշտվել է օգոստոսի 8-ի հետ։ Այդ օգոստոսի 8-ի իմաստով Ռուսաստանի վերաբերմունքի մասով մեզանում կարծես թե գնահատականները հիմնված են նախորդ, եթե պայմանական ասեմ, նախորդ աշխարհակարգային տրամաբանության վրա, այսինքն կա Ռուսաստան, Արևմուտք, ինչ որ դիմակայություն։ Ես այս օրինակը բազմիցս բերել եմ եւ ավելորդ չէ թերևս էլի հիշեցնել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում այդ իրադարձությունից առաջ Թրամփի համար առանցքային եւ թերևս ամենավստահելի գործիչներից մեկը Ուիտկոֆը, հատուկ բանագնացը Մերձավոր Արևելյան հարցերի, օգոստոսի 6-ին եղել է Ռուսաստանում եւ 3.5 ժամ բանակցություն էր վարել Պուտինի հետ, որից հետո հայտարարվեց, որ համաձայնեցվել է Ալյասկայում հանդիպման հարցը։ Սա ցույց է տալիս, որ առարկայական, կոնկրետ եւ արդյունավետ խոսակցություն էր եղել օգոստոսի 6-ին։ Ես չեմ պատկերացնում, որ 2 օր անց Միացյալ Նահանգներում Թրամփը գնում է մի քայլի, որը այսպես ֆունդամենտալ հակասության մեջ լիներ օգոստոսի 6-ին, 2 օր առաջ իր հատուկ բանագնացի եւ Պուտինի համաձայնությունների միջև։ Այն դեպքում, երբ մեկ շաբաթ անց էլ Ալյասկայում տեղի ունեցավ, ինչպես տեսանք, Պուտին-Թրամփ հանդիպումը։ Հետեւաբար այդ Ռուսաստանի մասով գնահատականները, որ սա այդպես հիմնարար ռազմավարական հարված է Ռուսաստանի եւ այլն, առնվազն կարծում եմ վաղաժամկետ է եւ նաեւ նույնիսկ Իրանի մասով։ Թրամփի օգոստոսի 8-ի Թրամփի մասնակցությամբ այս process-ը ես կարծում եմ իր մեջ պարունակում է բավական հիբրիդային շերտեր եւ ընդհանրապես արձանագրվել է մի նոր ստատուս քվո եւ այստեղ պետք է ասեմ ցավոք սրտի մեր հաշվին։ Մի նոր ստատուս քվո, որի վրա դեռ խաղալու են շատ շատերը եւ ով ինչպես է խաղալու, սա դեռ ժամանակի հարց է լինելու։ Շատ շատերը ասելով նկատի չունեն միայն Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա, Իրան եւ այլն։ Ես կարծում եմ նույնիսկ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում այդ ճանապարհի եւ օգոստոսի 8-ի թեմայի վերաբերյալ տեսակետները միարժեք չեն, որովհետեւ հիշեցնեմ Ջեյմս Օբրայանի հոդվածը եղավ օգոստոսի 8-ից հետո, որտեղ նա ընդհանուր առմամբ դրական գնահատելով դա Թրամփին հասցեագրում էր հետեւյալ հաղորդագրությունը, որ պետք է Եվրամիության հետ այդ ճանապարհը կառուցել, որպեսզի աշխատի եւ այլն եւ այլն։ Ջեյմս Օբրայանը, հիշեցնեմ, նախկին վարչակազմի պետքարտուղարի տեղակալն էր, որը 24 թվականին այց կատարեց ռեգիոն, խոսեց միջին միջանցքի ռազմավարական նշանակության, հատկապես Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա նշանակության այդ ճանապարհի մասին, իսկ դեմոկրատական վարչակազմը չէր թաքցնում, որ իր նպատակն է խափանել Ռուսաստան-Իրան մերձեցումը նաեւ Կովկասում կամ Կովկասյան տարածությունում։ Եվ այս իմաստով Թրամփի հարաբերությունը հենց այդ շերտի հետ դեռ պարզ չէ նաև ներամերիկյան եւ նաև եվրոպական տիրույթում։ Թրամփը ում հետ է կառուցելու այդ ճանապարհը։ Այնտեղ հստակ գրված է, որ հայկական կողմը Միացյալ Նահանգների հետ փոխհամաձայնեցված կորոշի, այսինքն Միացյալ Նահանգները այսօր հայտարարություն եղավ, որ աշխատանքային խմբեր են ստեղծում։ Երրորդ կողմը ով է լինելու, եւ այդ երրորդ կողմի հարցը հիմա բաց է, ես կարծում եմ այդտեղ էլ Թրամփը իր համար է բաց թողել այսպես տարբեր քննարկումներ եւ այլն, եւ այդ երրորդ կողմի հարցը իսկապես շատ հետաքրքիր հարց է եւ գուցե առանցքային հարցն է լինելու։ Դե այնինչ վերաբերում է Թրամփին, Թրամփը թարմ է պահում տարբեր առիթներով իր մասնակցությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Հիմա պետք է հասկանալ, մտավախություն կա ձախողման, թե հակառակը, ուղղակի տանում է։ Ես կարծում եմ Թրամփը հիմնականում փորձում է քարոզչական միավորներ հավաքել դրա վրա, առավելապես քարոզչական նպատակով անընդհատ հիշեցնում է այդ շարք է, չէ, թվարկում 7 թե 8 խաղաղություն է հաստատել։ Հիմա մենք տեսնում ենք օրինակ Գազայում խաղաղություն է հաստատել, բայց այդ խաղաղությունը ոչ մի սկզբունքային հարցի պատասխան գոնե սեղանի վրա չունի։ Եվ մենք տեսնում ենք, որ այնտեղ ամեն գրեթե հարվածներ, այո, Իսրայելը հարվածները շարունակում է եւ այլն։ Եվ մեծ հաշվով նույնն էլ Հայաստանի դեպքում։ Հիմա այստեղ չկա ապակայունացում, բայց այդ ապակայունացումը չկա ոչ թե օգոստոսի 8-ի շնորհիվ, այլ ես կարծում եմ ընդհանուր միջավայրի, որովհետև չկար նաև դրանից առաջ։ Օգոստոսի 8-ից առաջ էլ այսպես կայունության շրջան էր, կարծես թե։ Այսինքն այստեղ Թրամփի վաստակը չէ այդ կայունությունը, ոչ թե հեգնում եմ եւ այսպես փորձում նսեմացնել, այլ Թրամփը չունի այսօր նույնիսկ այդ հնարավորությունը։
այստեղ հաստատել ինչ որ կայունություն։ Ոչ ոք չունի դրա հնարավորությունը, բայց մենք պետք է նաև արձանագրենք, որ դրա հնարավորությունը չունի նաև Միացյալ Նահանգների նախագահը, առավել եւս որ այդ նախագահը նույնիսկ հենց իր իշխանությունը ամբողջապես հաստատելու խնդիր ունի հենց Միացյալ Նահանգներում։ Այսինքն այս իմաստով, ինչպես նշեցի, օգոստոսի 8-ը պարզապես նոր ստատուս քվո է արձանագրել, մրցակցային նոր դաշտ է արձանագրել, որտեղ ցավոք սրտի այդ ամեն ինչը տեղի է ունեցել մեր հաշվին, այն իմաստով, որ մենք այդտեղ տրամադրել ենք կամ գոնե ստորագրել ենք փաստաթուղթ, որտեղ Ադրբեջանին տրամադրվում է անխոչնդոտ ճանապարհ, մեր մասով ընդհանրապես այսպես փոխադարձ առավելություններ անորոշ ձևակերպում, որովհետև ինչ է նշանակում փոխադարձ առավելություններ, շատ դժվար է ասել։ Եթե դա նույն բանն է, ապա պարզ հարց է առաջանում, ինչու նույն ձևով չի գրվել փաստաթղթում։ Ինչն է դժվար, չէ՞ որ մենք գիտենք, որ միջազգային փաստաթղթերում ամեն բառ, տառ, ստորակետ ունեն նշանակություն, շատ մեծ նշանակություն։ Բացատրվում է հետևյալ կերպ. այն գնացքը, որը պետք է Ադրբեջանով, Հայաստանով անցնի մտնի Նախիջևան, այդ նույն գնացքը կարող է Ադրբեջանով գնալ Ռուսաստան, հայկական ապրանքներով։ Դե հարցն է ինչու գրված չէ, որ Հայաստանը տրամադրում է անխոչնդոտ ճանապարհ Ադրբեջանին, Ադրբեջանն էլ տրամադրում է անխոչնդոտ ճանապարհ Հայաստանին։ Սա այս հարցն է եւ այս հարցին ցավոք սրտի պատասխան չկա, հասկանալի է թե ինչու, որովհետեւ այդ պատասխանը մյուսը Հայաստանի այն պահանջն է, եթե կարելի է պահանջ ձևակերպել, որ այն ամենը, ինչի մասին հայտարարում է, պետք է արվի սինխրոն, միաժամանակ է։ Այսինքն այնպես չի, որ միտեղ մի բան արեցին, մյուս տեղերը կարող են սպասել։ Դե հիմա այստեղ հարցը հետեւյալն է, մենք տեսնում ենք, որ գործնականում այն ինչ տեղի է ունենում, շատ բարդ քննարկումների արդյունքում։ Բայց տեղի է ունենում նաև փաստաթղթային իրողությունների արձանագրումներ։ Եվ եթե մինչև օգոստոսի 8-ը հիմնական այսպես արձանագրային փաստաթղթերը նոյեմբերի 9-ի այդ եռակողմ հայտարարության վրա հիմնված փաստաթղթեր էին, օգոստոսի 8-ով ձևավորվեց նոր փաստաթղթային միջավայր, որտեղ եթե այսպես մի քիչ կոպիտ բնորոշենք, մաղվել է նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր ամբողջ այն բովանդակությունը, որը կարող էր մեր օգտին լինել, չնայած հասկանում ենք, թե այդ հայտարարությունը ինչ ծանր պարտության հետևանք էր, բայց մաղվել է այդ ամբողջ բովանդակությունը եւ մնացել է նոյեմբերի 9-ի 9-րդ կետի այն բովանդակությունը, որը մեր օգտին չէ։ Եվ ավելին, եթե նոյեմբերի 9-ի 9-րդ կետում 9-րդ կետում նույնիսկ այդ անխոչնդոտ ճանապարհ ձևակերպումը չկար։ 9-րդ կետում կար ձևակերպում անխոչնդոտ տեղաշարժ, սրանք էական տարբերություններ են։ Անխոչնդոտ տեղաշարժ որևէ ճանապարհով եւ անխոչնդոտ ճանապարհ։ Եվ այս իմաստով նաև նոյեմբերի 9-ի 9-րդ կետում կար ամբողջական կոմունիկացիաների դեբլոկադայի արձանագրում, այսինքն պետք է ապաշրջափակվեն ռեգիոնի բոլոր կոմունիկացիաները։ Օգոստոսի 8-ին բոլոր կոմունիկացիաների մասին ցավոք սրտի խոսք չկա։ Ես դրա համար եմ նշում, որ դժբախտաբար այդ նոր ստատուս քվո արձանագրող փաստաթուղթը ձևավորվեց եւ ամրագրվեց մեր հաշվին։ Ես նաև կասկած չունեմ, որ այդ փաստաթուղթները ենթարկվելու է տրանսֆորմացիայի ժամանակի ընթացքում։ Հիմա այդտեղ կարող ենք մենք ավելացնել, թե ոչ, կարող ենք, բայց այդ կարողությանը հասնելու համար հասկանում ենք, թե ինչ ահռելի անելիքներ կան։